Շատ ենք խոսում ռիսկ եկամտաբերություն, մի հատ պատկեր ցույց տանք, որը տենց բավականին լավ ցույց է տալիս տարբեր ակտիվների ներդրումային, ինչ տիպի ռիսկեր ունեն եւ ինչ տիպի եկամտաբերություն, հա, ոնց որ տեսնում եք պատկերում ստեղ ունենք տարբեր տիպի արժեթղթեր, հա, ունենք ստեղ, չգիտեմ, միջազգային բաժնետոմսեր, ունք նույնիսկ, չգիտեմ, hedge ֆոնդեր, միջազգային պարտատոմսեր եւ այլն, եւ ոնց որ տեսնում եք ստեղ այդ կետերը, որ նշված են, այդ իրանց ռիսկ եկամտաբերությունն է համադրվում, օրինակ անշարժույթը ստեղ, չգիտեմ, 6% ստանդարտ շեղումն է, այս ենթադրում ԱՄՆ-ի բաներն են եւ չի մոտավորապես 0.6% եկամտաբերություն ամսական, հա, այսինքն մենք կարող այդ այս պատկերի մեջ դնել տարբեր տիպի արժեթղթեր, որը հետաքրքիր է ստեղ, էլ ավելի հետաքրքիր է, ունենք մի հատ կոր, այդ կորի անունը efficient frontier, efficient frontier, այսինքն նշանակում է ինչ տիպի պորտֆել կարող ենք ստանալ այս բոլոր արժեթղթերով, այսինքն եթե այդ արժեթղթերը դնենք այդ պորտֆելի մեջ, այդ efficient frontier, այսինքն effective core, այսպես ասած, այդ ամենալավ պորտֆելներն են, որ մենք կարող ենք ստանալ, եթե ստանում ենք պորտֆել, որը դրանից ցածր է, այդ կորից ցածր է, նշանակում է, որ ռիսկը ինչ-որ չափի է, բայց մաքսիմում եկամտաբերություն այդ ռիսկով չենք ստանում։ Հիմա այս ամենակարևոր sense թեմաներից է ֆինանսերում, ոնց ստեղծում ես պորտֆել, որը լինի այդ կորի վրա։ Հիմա երկրորդ նկարը մենք ցույց տանք եւս ստեղ պատկերը, որ նաև եւ հայկական արժեթղթերն ենք ներառում, ունենք եւս, չգիտեմ, ավանդա, արշարգույթը եւ այլն, եւ ըստ դրա կարելի է այդպես տիպի պորտֆել ստեղծել, էլի դնել AI-ով տարբեր արժեթղթերի տոկոսադրույքները ռիսկի եւ եկամտաբերության եւ ասել ստեղծի մեր համար էֆեկտիվ պորտֆել, որը, չգիտեմ, մաքսիմում եկամտաբերությունն է դարձնում կամ ավելի շատ օպտիմիզացնում է ռիսկը եւ եկամտաբերությունը։ Դե հուսամ կարող եք սա օգտագործել, եթե հարցեր ունեն, իհարկե գրեք կապ մեջ։